Գաղտնալսումների հետ կապված, սիրելի բարեկամներ, ես քանի գնում եմ, լսում եմ ու հասկանում եմ, անցած հաղորդման ժամանակ էլ ասացի, որ բան է, երևի թե ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր անցած ընտրությունների ժամանակ, ես էլի, տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի հետ գործ են ունեցել, ակտիվ գործ էլի, ոչ թե որ եկել դիմել են, ինքը ասել է չեմ վերցնում եւ վերջ, դա գործ ունենալ չէ բոլորովին։ Վերցրել են, տվել են, միջնորդել են, կազմակերպել են, ցուցակ են գրել, կանչել են, գաղտնալսվել են, կամ դեռ չեն գաղտնալսվել, կամ չգիտեն գաղտնալսվել են թե ոչ, ճիշտ կլինի, որ հիմիկվանից մեղայականով գնան ներկայանան ոստիկանություն, չեմ չափազանցնում, ժողովուրդ։ Ամենայն խաթրով, ձեր լավը կամենալով, որտեվ դա հետո դիտարկվելու է որպես մեղմացուցիչ հանգամանք, երբ որ ձեզ դատելու կլինեն, ասենք չեք նստի 7 տարի, կնստեք 6 տարի, 5 տարի կնստեք։ Ավելի լավ է հիմա գնաք մեղայականով, պատմեք ինչ գիտեք, ով տվեց, վերցրիք, ում տվեցիք, ինչ արեցիք, որտեղից առևտուր արեցիք, զանգերի կոդոգրաման հանեք ցույց տակ, հիմի որ ճնջեք հեռախոսի միջից, այնտեղ պահած կա էլի, հանելու են, ասեն, արի հələ մոշկուր, արի նայեմ, հələ սիրուշ տոտա, էս ինչեր ես կազմակերպել, ինչեր ես խոսել։ Դրա համար փոխանցեք այս կոչս, հորդորս, խնդրանքս, то չգիտեմ ինչը բոլորին ամեն օր գիտեք հա ձեր թաղում ով է վերցրել տվել բան էլի տուսով կեկի բաների մեջ եղել ահա ասեք որ գնան արագ հանձնվեն հետո թանկ է նստելու վերեկը 1-2 տարի ավել են նստելու սա իմ կարծիքն է էլի չգիտեմ էլի իհարկե իրավապահ համակարգը իր ուրույն եւ անմեկնելի մոտեցումներն ունի էլի մարդուս մեկ էլ տեսար որոշեցին որ լավ էստեղ անցած եղնի սիրելի պարոն Փաշինյանն էլ իրենց սիրելի պարոն Փաշինյանն էլ որոշեց որ պետք է համաներում լինի, հետո ինչ-որ սպառնացել է, էլի, եթե ինչ-որ մեկին կթվա, թե թասիբի եմ գցում, պարոն Փաշինյանին թող այդպես թվա, իմ ուզածը այն է, որ այդ մարդիկ նստեն այնքան երկար, ինչքան հնարավոր է, որ օրենքով նստեն, ճաղերով տեսնեն երկինքը, օրական ունենան 1 ժամ զբոսանքի համար, մասնակցեն բանդերի ստեղծագործական խմբակներին, թատերական է, երգի, պարի, ասեղնագործություն, թզբե, խմորից թզբե, ինչ կար այնտեղ, խեցեգործություն, էսկոմ ենկոմ, վատ բան չէ, սկսեն գիրք կարդալ վերջապես, Օթելլո, Լայլուղդորե, Դեզդեմոնա, Թաշկինագետուրա, Դեզդեմոնա եւ ուրիշ Դեզդեմոնաների Համլեթն է, լինել թե չլինել, վերցնել թե չվերցնել, անպայման գնացեք նստեք, դա օգտակար է ընտրակաշառքից հետո, ընտրակաշառքից առաջ նստելը օգտակար չէ, վնասակար է առողջությանը, ընտրակաշառքից հետո ճիշտը նստելն է հարգելի, անհարգելի հայրենակիցներ, սրիկա շունշանորդիկ, ովքեր որոշել էիք, որ պիտի կաշառքով որոշեք այս երկրի ճակատագիրը, իմ ճակատագիրը, երեխեքի թորների, ծորների, մնացածի ճակատագիրը որոշել էիք, որ բանել չկա, դե պարտքի կփագենք, մի հատ լվացքի մաշինա է, то չգիտեմ, տալիք էինք սրան նրան, հա, պետք է անպայման նստեք։ Ինչքան շուտ նստեք, այնքան շուտ կելնեք, ասացված կա, գիտեք, չէ՞ այս մասին, չմոռանաք, դա շատ կարևոր է։ Ես այն օրը Անդոյին հարցրի, իմս ինչքան է, բախտնայող է, էլի ըստ երևույթին, իմս ինչքան է, ասավ քուգդ պետք է 120 եղնի, որ 30 ցայն ես բերել, 25-ինքը, 5-ն էլ Անի կեղնի 120, այստեղ ինչ-որ բան է, կների զեղ չի եղել, անկում է եղել, չգիտեմ, ինչ-որ բան է եղել այդ դրության մեջ 120-30 ցայն այդ կեղնի մարդա 4000 ցեն է բերել, ուրեմն հարգելի 4000 դրամ ստացողներ, բրիգադիրը իմացար ստացել է մարդա ձեր գլխի համար, հա, իրանք գլուխ էին ասում, հա, մարդա 4000 դրամ է ստացել ձեր գլխի համար, դուք ձեր գլխի համար ինչքան եք ստացել, հետաքրքիր է, էլի, այս 120-ը ռոջիգն է, ոչ թե այն գումարն է, որը ստացել է, որպեսզի բաշխից ես, ըշտը մերն էլ 1.20 կուտա, էլի, հա, ուրեմն ընկերներ, ստեղ չալաղաշտիկ կան, հա, Աննա, ինչ խոր 80 եղնի, այսինքն 1.20 եւ այլն, անցնենք առաջ, ես էլ ասի եկուց վերցնեմ Գյումրեցիք են, էլի, կամ մոտիկ գյուղերից են, ով որ է, հա, հետո որ դու ասείς չի եղնի եկուց, ես սի չիդեմ, սի ասում են Գյումրեցիք, ասի չեն ասում, էլի, ես սի չիդեմ, ասի առաջ էին ասում, երբ կամ եկուց հասկցար, այսքան վաղտ կուկամ դու փագես, երևի խանութն է փագել, ոչ թե կնիկն է փակ, կանանիք են, համել ինչի իրիգուն տարեք էլի, տարբեր էլի, հաց հերեգը վտանգավոր է, ժ տառով կնիգը ասում է, որ
ցերեգը վտանգավոր է իմացար, հա ատառով կնիգը ասում է, հա ավելի բան ապահով է, ակը տառով կնիգը ասում է, չէ, վտանգավորի բան չկա, սա պարտքեմ, հին տրյուկ է, էլի սա, ժան ասում է, քու մորը դանուն ազգանունները կրեիր, քատպես է բան է, լուսոն հետը դե չաղը, լուսո իմացար քու մասին ինչեր են խոսում, մեղայասու, շն պատասխանում է, չէ, շն լուսոյի հետ ինչ կապ ունի, ուրեմն շեի անունը լուսո է կամ լուսոյի մագանունը շե է, էլի, հա, չէ, բայց ինքն էլ պետք է բանը մեր ասածը կնդրե, հաստատ կնդրե, տարբերակ չունի, փողով ընտրողը տարբերակ չունի, կզացյալ է հավիտյանս հավիտենից, փաստորեն ժան ասում է քու մորը դանունը, հաստատ վայ աբրի արևդ, հա, իրանել գիտես բանը կրանց է մեգից իրանել, հա, լիանն էլ եւ այլն, հաստատ վայ աբրի արևդ, դու իմ սու մամայինը կրե, բլուսոյինը, լուսոն պդի ընդրե, չէ, իրանց էլ կրե, չիդես անուն ազգանունը, հայրանունները, նստի կրե, քուգդ մամայինը, լուսոյինը, իրեք աղջգանը, առավոտ 10 անցնիս, պդի 10 ու անցնիս, օղորմածիկ ման պապ չկա ստեղ, ես անգամ օղորմածիկները չեն մասնակցում, ընգերներ, բանը, հաջորդը, ստեղ չալաղաչ կդոր կա, որն ուզում եմ անպայման կարդանք, էլի, Ժաննա ծյաջան, ծյոթյան է, էլի, ըստ երևույթին, շն է ասում, այն որ չաղ լուսոն էր, էլի, անուն ազգանունը, հասցե բանել պդի չկրես, լիանը, լուսինը, կուզես կրե, հա, կուզես իրանց էլ հարցրա, կրե իրանք էլ պդի ընդրեն, կարենին իմացար, կարենին պդի ընդրեք, իմացար, գիտես ինչ միտքս է գավ, հերմինեն ցել բաները անուն ազգանունները կրե հերմինեն մերը հարսը դոնց էլ կրնա ըստեղ հարցրա կրե կոնե ազգանունները անունները էլի ըստեղ երևի լցոնում է տեղի ունենում ըստ ամենայնի հա в общем Ժանետը եկավ գործող անձինք են գալիս էլի կամերային թատրոնների ժողովրդին ռեժիսոր պեմադրողներին բաներին խնդրում եմ առանց խմբագրման ուղագի վերցնեն ու սրանք պեմադրեն էլի Ժանետ, Սիրուշ, Չաղ, Ցանցար, Նիկուլին եւ այլն 5-ից հետո աշոդենք ստեղ կեղնին իմացար դու ուրեմն ցուցակներդ առարի թող իրար հետ խոսան, ընձի իրանք ինչ որ կսեն, ես էլ նույնը ձեզնից կպահանջեմ, ըմբես չէ որ ես իմ գլխից բաներ կենեմ Սուրբս, սրբություն, Էլթուսուս, հետաքրքիր է հատուկ կոյկապտի հատկացվի այս սրբությանը Աբովյանի քրեակատարողական, Աբովյան քրեակատարողական հիմնարկում տեսել եք չէ որ մեկ ռեպորտաժներ են տալիս հա կանանց գաղութից, տղամարդկանց գաղութից միջոցառումներ են, զանազան, չգիտեմ, բեմադրություններ են, երգ է բարեպաման, մի օր Աստված ողորմած է, էլի նման մի բան եղնի տանեն նայենք էլի հա այդ ռեպորտաժների նստելուց հետո էլի բնականաբար հա այս դադերը պիտի բաց եղնին պիտի երթանք նայենք ինչ կա չկա այս դադերը ըստ երևույթին Գյումրիում պիտի անենք էլ տեսար տարան Երևան էլի բայց ճիշտ կեղնի որ ամեն դադը եղնի իր այդ տարածքում որպեսզի լրատվամիջոցները գնան ճիշտ այնտեղ կդիմադրեն իրանք կասեն դադավորին որ չէ մենք դեմ ենք մեր պաշտպանյալը չի ուզում նկարվել այս կոմենկոմ դադավորի կամքն է էլի Եթե դատավորները բանը հարգում են ընդրակաշարքի հանգամանքը մարդ է կարիքի մեջ է կարող է եւ լրագրողներին արգելեն նկարել այս մարդկանց էլի հա դու բերել ես 10 հոգի կներես աշճան դեռ երևի կբան էլի ուսով մն է ասում գործող անձման հա մագբետ ըստ երևույթին բերել ես 10 հոգի օրինակ տվել ես Աշոդին, Աշոդ երկաթ ըստ երևույթին ուրիշով կարող է եղնի ստեղ։ Ընտրության օրը Աշոդին զանգ կուկա աննան տվել է էս ինչ ինչ անեն ինչ, ստեղ արդեն փիլիսոփայական տերանունների են անցել։ Մագբետը ասում է, «Ըդոր միջից էս ինչը, էս հետաքրքիր գործող անձ է։ Հələ չի գնացել ընտրության, մեր մոդը կերևա, մացար Իմացակ չէ, այսինքն որ այսինչը կերտա անդրության, իրանց մոդը կերևա, կամ որ չի երտա կերևա, այսինքն այնտեղ ներսը վստահված անձիկ կան իմացար, նայում են որ այս մարդու անուն ազգանունը երևա ցուցակը ծերը, այդ ցուցակների վրայի հանձնաժողովի անդամի գլխի վերևը կանգնած նայում են թե ահա, այս ինչ եղավ, անմիջապես խաբարքեն են որ մալադեց, սա լավ է Այս ինչ եկավ քվեարկեց գնաց, հասկացաք թուլեք։ Մոտավորապես այդ տրամաբանության մեջ է եղել ձեր գործունեությունը, էլի։
բանը գերեվա, այսինչան ընդրության չի կա, կամ էլ կապ են ունեցել էլեկտրոնային համակարգի հետ, ինչը քիչ հավանական եմ էլի ես համարում, որ իմանան այսինչի մատնահետքը երևակվեց, փայլատակեց այդտեղ թե ոչ։ Գիտես ինչի կասեմ, Մարդուն ջան, մեն Մարդուններ, Մագբետը չէր, այ Մարդուն ջան, արդեն գրեցի 10 հոգի բերել ես, չէ, վերնի մարդիկ են, վերնի убийственный, ասենք վերբովկա եղած, բանը այս պարաբդի ռուսերեն եղներ էլի, հայերեն չէր եղնի վերնի, որն է վստահ հուսալի չէիք սպասի, չէ նման, այսինքն ես մեր բոլոր դրամատուրգներին խորհուրդ եմ տալիս առօրյա տեքստաբանությունից չհեռանալ, որովհետև բեմադրությունը կարող է շատ անլուրջ թվա, էլի, օրինակ փորձենք այսպես կարդալ, սիրելի ժողովուրդ, հա, այս կատաղությունից եմ ես վիճակում, ժողովուրդ կներեք։ Գիտես ինչի կասեմ, Մարդուն ջան, տես արդեն, օրինակ փորձեք այսպես պատկերացնել, այս տեքստի փոխարեն 10 հոգի բերել ես, չէ, վերնի մարդիկ են, սրա փոխարեն հնչում է այսպես։ Գիտեք ինչու եմ ասում հարգելի Մարդուն, տեսեք 10 հոգի արդեն ուղեկցել եք այստեղ, չէ, հուսալի մարդիկ են, այնպես չէ, պատկերացրեցիք այդպիսի բեմադրություն ընդրակաշարքի մասին։ Կհասկանաք, որ կեղծ է, էլի, իսկ ստեղ զգում ես, որ բանը կամ հակակոռուպցիոն կոմիտեն նորմալ արտիստների ու դրամատուրգների է հրավիրել եւ ցայնագրել են սա, ինչպես խոսում են որոշ ընդդիմադիր գործիչներ, թե սուտ է, այ մարդ, սուտ է, նման բան չկա, այդ գաղտնալը սա չկա, բան մերոնք չեն, այդպես բան չկա։ Հա, եկուց 2-3 հոգի ունիմ, որ պետք է հələ կան, տեսնենք իմացար։ Ամեն մեկը ձեր պատասխանատուին պետք է ենթարկվեք, ուշադրություն, ընկերներ։ Աշոտի թիմը Աշոտին, Աշոտ երկաթն է ըստ երևույթին, հա։ Մյուսը մյուսին, այս առանձին մարդիկ են ըստ երևույթին, բայց այս բոլորի պատասխանատուն Մարդունն է։ Այս զրույցի ժամանակ աչքիս Մարդունը ներկա է, չգիտենք որ Մարդունն է։ Մարդունի պատասխանատուն ես եմ, վերխն էր, այնտեղ նայող կա։ Իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է։ Գիտեցեք, Սիմոնյան Կարեն երևի մոտավորապես մի 400 հոգի կապանում ընտրողների ռեեստրում, ոչ մի Սիմոնյան Կարենի մեղքը չառնենք, հույս ունեմ, որ այս Սիմոնյան Կարենի մեղքը հակակոռուպցիոն կոմիտեն կառնի արդար իմաստով եւ այս որտեղ արդեն ցերպակալվածներ կան, բաներ կան, այս քաջ հայորդիներին, հայորդի ուհիներին, ինչ կար այդտեղ ինչ էին ասում, ինչ որ բառեր կային էլի, հա, բանը ներվ չկա այդքան հիշելու, հային, տո չգիտեմ, մային, Աշոտին, Ջուլիգին, Լուսիգին, Սիրուշին, բաման, կկանչեն շատ քաղցր կզրուցեն եւ իրանք կպատմեն, թե խոսքը որ Սիմոնյան Կարենի մասին է։ Եթե դուք մտածեցիք այն Սիմոնյան Կարենի մասին, որը ավականու անդամ է, որը անցած տարի ընդրվել է ավականու անդամ, բաման, միշտ ապեք ժողովուրդ ջան, որովհետեւ քննություն պետք է տեղի ունենա, պետք է պարզվի, հասկանանք ում է մեղադրանք ներկայացվում եւ այլն, ինչ է նշանակում պատասխանատուն, այսինքն գոնե այս նախադասությունից բոլորս հասկանում ենք, որ գործել է մի շատ գեղեցիկ ձևով գծագրած հիերարխիկ համակարգ։ Հա, առևտրական քրիստոնյա ազգը հիերարխիայի դեպքում ոչ մի խնդրեմ չունի, այսինքն հիերարխիայի կարիքի դեպքում աստիճանակարգություն, հա, հլստեղ նայեք էլի, Աշոտի թիմը Աշոտին, մյուսը մյուսին, բայց այս բոլորի պատասխանատուն Մարդունն է, այսինքն Մարդունը Աշոտի կառավարիչն է, փորձեք այդ բուրգը պատկերացնել, էլի, հա, ինչպես է կառուցվում։ Աշոտի թիմը քանի հոգի են, չգիտենք։ Ուրեմն այնտեղ ասում էր 30, 35 հոգու, 25, 30 հոգու փող ես տվել, չէ, կազմակերպել ես, ահա քեզ 120,000 դրամ։ 30 հոգու խմբապետը, այս սխեմայով էլի, Աշոտ, Աշոտի ուրեմն իմացար վերադասը Մարդունն է, Մարդուն ջան պատրաստվի, հաց չորցնել, ինչ կա, նույնիսկ բաթրջան չորացնելու տեխնոլոգիա կա Հայաստանում, էլի, էլ ինչ կար, պամիդոր չորացնել, էլ ինչ կար, այմարդ, ես իմ չորցրեք, ինչ ռաստկուկա չորցրեք, մարդես չես իմանա, էլի, ջուր պաշարեք, ջուր պիտի տանիք, որտև այդ զոներում, բանդերում այդքան ջրի պաշարների խնդիր կա, էլի, պարբերաբար ընել ամառվա սեզոնին, սա քեզի պետք էր, երևի կուզեիր ծանոթանալ, որպեսզի գիրք գրեիր, մարդկա գիրք է ուզում գրել այստեղ, հա, ուրեմն Մարդունն է, Մարդունի պատասխանատուն այս մորքուրն է, հն է, էլի, հրանուշ է, հեղնար է, հրիպսիմե է,
հերոզ է, չգիտենք, հերոզը պետք է բաներնի, պատասխանատու է Մարտունի համար, իսկ հերոզի համար Սիմոնյան Կարենն է պատասխանատու վերջի բառը տարակազմիկ է, գիտեցեք, էլի, հա, հանգարտ չեղնի չիմանաք, հանգարտ չեղնի, որ ձեզ չենք զգուշացրել, էլի, թե ով է լինելու այս ամբողջ պորնոգրաֆիայի պատասխանատուն, էլի, հա, թե Կարենի պատասխանատուն ով է Սիմոնյան, պարզ չէ, հա, այս չալաղաչ թիկեն, բանը, ստեղից դեռ պարզ չէ, թե պարզ էր, չէ, առայժմ պարզ չէր այս զրույցներից, թե որ քաղաքական ուժի պոստանն էին ջրում այս քաջերը, հա, թե հիմի դուք պետք է ձեր աշխատանքը ընձի ներկայացրած եղնեիք, դուք ճոգում եք հաշվետվողականության ինչպիսի նախանձելի հաշվետվողականության համակարգ է ներդրված այստեղ, գրավոր բանավոր չգիտեմ, գուցե բանը մարդկային հիշողությանն են ապավինել, որ ձեր միջից ես արդեն վստահված անձի պետք է տնեմ հիմի իմացար, որ տեղամասի վրա, որիդ վստահված անձ տնեմ, որիդ չտնեմ, ես էլ չտնեմ, դուք այդ տեղամասի մեջը ինչ եք երել, հələ պատմեք իմանանք, ձեր տան անդամներին 4-5 հոգու գրե բերել եք, ստեղ հանդիմանանք կա, հերոզն է, էլի սա խոսողը, մի խոսքով, մենք գործ ունենք, պետությունը բռնաբարելու միջոցով մի երկու մանետ աշխատելու, հիպոթեկը, վարկը, պարտքը փակենք, то ճանդամին եղնի պետությունը, մոտարապես այս տրամաբանության մեջ է սա, այսով ես պիտի ասեմ, որ շուտով երևի, թե ով պիտի եղնի այդ տենդերը հայտարարողը արդարադատության նախարարը, թե տարածքային կառավարման ենթակա, չգիտեմ ճիշտ ասած, ինչ որ մեկը պետք է նոր կալանավայրերի քրեակատարողական հիմնարկների կառուցման տենդեր շուտափույթ, որտեղ նայեք, այսքան մարդուն, որ հանգարց որոշեն, որ պետք է ենթադրենք տնային կալանքով պատժեն, ոչ թե խափանման միջոց, այլ այդքան ինչ է ոտների վրա գցվող էլեկտրոնային ապարանջան, պրոբացիայի ծառայության մարդ, արի րոպեն մեկ կնանայի այդ մարդը ոտը դուս է տվել, տնից թե դուս չի տվել, կինոների մեջ տեսել եք էլի, հա, դե բոլորն էլ ինչ է անունը, թեմի առաջնորդ չեն եղել էլի, որ կնան ուղեկցեն, կնան պատարագին վերադարձնեն իրենց բնակության վայրը, հասկացանք, այդ 2-3 հոգին, հա, ուրիշ խոսակցություն է Հիմա այս դեպքում ճիշտը, տրամաբանականն ու արդյունավետը, փողով մողով էլի եւ այլն, այս ամբողջի տեսանկյունից ճիշտը երևի կալանատուն սարքելն է, նոր մի քրեակատարողական հիմնարկի կարիք կա, աչքաչափով, երևի թե 1 ամիս հետո արդեն պարզ կլինի, որ 1000 հոգի կարիք ունի նստելու, լաց, գոց, ողջ, թողեք, մեղքենք, մեղավորենք, բանենք, չգիտեմ, ինքնախոստովանական ցուցմունք է, սեն է, պաման, այդ վայնասունը լինելու է իհարկե, հետո իհարկե որոշ աստառ են տալու, թե իրար բարեկամ են, ինչ եք կբել մի խոսքով, այս պորնոգրաֆիայի քոքը պետք է տալ, շատ լրջորեն, շատ խստորեն, եթե չէ, պորնոգրաֆիայի քոքը չտվողի քոքը պետք է տալ, հասկացանք, չէ, ում մասին է խոսքը, այո, Հայաստանի գերագույն գլխավոր իշխանության մասին է խոսքը, այս պետության թեմ հանցագործություն երազները պետք է գնան նստեն, պատժի առավելագույն չափով, պարոն Փաշինյանը չգիտեմ ինչի որոշել է, որ մինչև մյուս ընտրությունների պաշտոնական աղբյուրների արդյունքների հրապարակում, ասենք 5 տարի, ինչի 7 տարի, չէ՞ որ, լուրջ եմ հարցնում, ինչի այդ մարդկանց տունը տեղը ցույց չտան մարդիկ, փողոց դուրս գալուց են, այ ընիկ, են բանի, ընտրակաշարք բաժնող վերցնող հերոզի տունն էր, ադիք հերոզի մարդն է, Անիկ հերոզի աղբերն է, անիկ հերոզի տղեն է, թորն է, տեսեք, այ բալա մամը դնչի սպես, իհարկե թորներին մարդն էլի, ես իմ, հա, թորը մեղավոր չէ, էլի, որ մամը որոշել է, որ ինքը տեսու չէ, էլի, բրիգադիր է, շատ եմ ճղայնացած, ժողովուրդ ջան, բայց թե դուք ինչ կապ ունիք իմ ճղայնության հետ, ներող կլինեք այս էմոցիաների համար, հարգելի հայրենակիցներ, Այսինքն, եթե նույնիսկ ԿՊՆ մոռանում ես պատմությունները, մաշվում գնում է դե արդեն հաղթել ենք, արդեն մանդատ ունենք, պարոն Փաշինյանն է մոռանում, ասում է ուրիշ մարտահրավերներ ունենք, ջրամբարներ պետք է կառուցենք,
այս կանայք մեզ պետք են ջրամբարներում կառուցման, շինարարության ընթացքում ոչ որպես կալանավոր էլի, այս տղամարդիկ Կարենը Սիմոնյան պիտի զբաղվի, ուրեմն ջրամբարում, չգիտեմ ինչ գործ պիտի անի, ես կոմենկոմ ուրիշ ինչ գործեր կար, չգիտեմ, անդառներ պիտի տնկենք, ճիշտ է, հիշում եք, հա, այդպիսի բաներ կային, հա, ես չեմ մոռանալու այս ամբողջը, ես երբեք չեմ մոռացել նախկինում իմ դեմ կատարված հանցագործությունները, սա իմ դեմ կատարած անմարդկային հանցագործություն է, Շանգրիլայի լիցենզիայի սպա զրկելը դարձել է պայառների և կռավների հակամարության արդյունքապ պետություն լծակները հոգու դաշկոնիկի գործարկելը, որը ըստիս չի կարելի հարգելի բարեկամ ով էր հարց տվողը Մուրադը։ Մուրադ ջան, ես կակրաս ուզում եի այդ թեմայով խոսել այն իմաստով, որ բանը չպիտի լինի այսպիսի չքնաղ զուգադիպություն, թե երբ որ ընտրությունները տեղի են ունենում, ընտրությունների ընթացքում հիշում են, որ երկրում իշխանությունը հիշում է, որ երկրում անարդարություն է եղել եւ հարկավոր է արդարությունը վերականգնել, մի 15 րոպե է անցել եւ 15 չէ, ասենք 3 օր է անցել, որ ԲՀԿ-ն դիմումով դիմել է սահմանադրական դատարանին, թե yaman անարդար է եղել, մի խոսքով անվավեր բանման, մեկ էլ հոп պարզվում է, որ Շանգրիլա կազինոն կամ չգիտեմ, կազինոն ասենք, էլի, հա, կազինոն իրեն լավ չի պահել։ Այո, նման զուգադիպությունը հուշում է, որ ամենայն հավանականությամբ ճնշման գործիք է կիրառվում։ Եթե պետական իշխանությունը, տեսչական մարմիններ, չգիտեմ ինչ, այդպես իսկապես ուշուշ են իմանում, ուշուշ են բացահայտում չարաշահումները, աշխատողների ոչ ամբողջ քանակությունն է գրանցված, եկամտահարկ չի վճարվում, կամ վճարվում է ավելի փոքր ռոճիկի դիմաց, քան թե իրականում այդ մարդը ստանում է, ոչ միայն կազինոների, ընդհանրապես բիզնեսների մեջ, լրատվամիջոցների մեջ, հա, ու լիքը ուրիշ խախտումներ, ծխելու արկելքի խախտումը, սննդի պահելու բանի, գալիս է ստեղ, հա, հանում ենք իրանց շորերը, հագցնում ենք ռամիկի շորեր, ես էլ եմ հագնում ռամիկի շորեր, գնում ենք հերթով ցույց եմ տալիս, թե որտեղ ոնց են բռնաբարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Մի մասը մաքսի մասով, մի մասը ավելացված արժեքի հարկի մասով, մի մասը աշխատուժը թերի գրանցելու մասով։ Կասկածող կա, կասկածող եմ ման գալիս։ Ես կասկածող եմ ման գալիս, որ այսպիսի ընտրովի, եթե հանցագործություն է, պիտի պատասխանատվության ենթարկվի, լիցենզիան պիտի զրկվի, չեմ բանանում։ Վիճելու բան չես հա, ժողովուրդ ջան, ճիշտ եք։ Հա, բայց սա չպիտի կոռելացվի ընտրությունների հետ, կապակցվի ընտրությունների եւ բանի հետ։ Համաձայն եմ, տեղ վիճելու կամ տարածայնության բան չկա։ Ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք, լայքեք, զանգին սեղմեք, տարածեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։ Արամ Սարգսյանի թիմումից խոսալու եք, երբ նրանից հետո նա ասաց, որ փոշմանելը որ դիմել է։ Արամ Սարգսյանը դիմել է։ Իմ իմանալով Արամ Սարգսյանը չէր դիմել։ Ժողովուրդ ջան, եթե նկատի ունեք, չէ, Հանրապետություն կուսակցությանը հարգելի Wolfgang Amadeus Mozart քննադատություն բան հնչել է, հա, դիմումի նկատի ունեք սահմանադրական դատարան, ոչ, իմ մի րոպե լավ ստուգենք, էլի մարդ ես եկել տեսար, ես սխալված եղա, հա, Արամ Սարգսյանը, Ուրեմն առաջին 3 ընդդիմադիր կուսակցությունները Արման Բաբաջանյանը, Միասնության թևերը, հա, եւս 2 քաղաքական ուժ դիմել էին, բայց Արամ Սարգսյան չեմ հիշում։ Հա, չգիտեմ, ասել է ուզում էինք դիմել, հետո փոշմանել է, տեղյակ չեմ, ներող կլինեք, էլի, հայրենիքի պետականության համար ամենավտանգավոր տարրերից մեկը հենց քույր հայրենասեր ֆանատիկոսներն են։ Ես իմ կանվոր բան են, էլի, ինչ է անունը, ասենք Հովանես Շիրազ։ Ծայրահեղ հայրենասեր մարդ է Շիրազը, էլի, ֆանատիկոս համարել թե չհամարել, չգիտեմ, կասեք պոետ է, լավ, դու էլ օրինակ կդար բերեցիր, էլի։ Եթե ի նկատի ունեք ծայրահեղականներ, հա, որոնք ասում են զենքով ենք գնում, դիվանագիտություն չկա, զենքով ենք լուծում դիվանագետների հարցը, այդ ուրիշ խոսակցություն է, հա։ Անցնենք առաջ, ուրեմն, հա։
Էկոնոմիկայի նախարարը մի քիչ ուրախացնող լուրեր հաղորդել այսօր, երևի լսած կլինեք, ծիրան 371 տոննա արտահանվել է, կեռաս, գիլաս, հա, 154 տոննա, ելակ 19 տոննա, պղպեղ 144 տոննա, բոլորը թունավոր են, բոլորը ճիճվոտ են, ինչպես գիտեք, հա, լոլիկ 76 տոննա, ծաղիկ 390,000 հատ, Հայաստանը զարդարում է աշխարհը, ինչպես ասացինք մի անգամ, հա,